Նախկինում նշել եք, որ ձեր կառավարության ընթացքում կրթության ոլորտում եղել են թերացումներ։ Ըստ ձեզ նույն 90-ականների պատերազմի մասն է խոսքը, հետպատերազմյան կառավարման ընթացքում կրթությունից բացի այլ ոլորտներում եղել են թերացումներ, թե ոչ։ Եթե միայն կրթության ոլորտում են եղել թերացումները, կարող եք ավելի մանրամասնել, թե կոնկրետ ինչ թերացումների մասին է խոսքը։ Եթե այլ ոլորտներում նույնպես եղել են թերացումներ, կխնդրեի այդ թերացումների մասին էլ ավելի մանրամասնել։ Շնորհակալություն։ Ես չեմ կարող հիշեմ, ես հիշում եմ, որ այդ բանը ասել եմ կրթության ոլորտի վերաբերյալ, չեմ հիշում ինչ կոնտեքստի մեջ էր։ Նայեք, երևի չկա իշխանություն, որը կարող է ասել, որ իր իշխանության ժամանակ ամեն ինչ լավ էր։ Իհարկե չէ։ Ուղղակի այդպես չի լինում։ Հատկապես երբ որ ինչ-որ մի քանի տարի անցնում է, հետադարձ հայացքով, ասես մի քիչ մարդ այլ կերպ է նայում այն ժամանակվա արդյունքների վրա։ Իհարկե եղել են թերացում, բայց պետք է գործը միշտ գնահատվի, դու ինչից ես սկսել, ուր ես հասցրել։ Եվ ամեն մի ղեկավար իր պաշտոնը թողնելուց ինքը պետք է հաշվետու լինի ոչ թե այսպես աբստրակտ, լավա թե վատա։ Ինքը ինչ վիճակում է ընդունել իշխանությունը եւ ինչ վիճակում է ազդում իշխանությունը։ Նույնը վերաբերում է կրթական համակարգին։ Տվյալ դեպքում նախարարը ինչ վիճակում է ընդունել համակարգը եւ ինչ վիճակում է ազդել։ Ես կարող եմ ասել, որ կրթության հիմնական բարեփոխումները արվել են այդ ժամանակ, երբ որ այդ Բոլոնյան բաները մենք օրենսդրության փոփոխություն եւ իրականացում, օրինակ դպրոցների կառավարման մոդելը։ Իմ ժամանակ ենք մտցրել այդ կառավարման մոդելի, ծնողների խորհուրդ եւ այլ փորձել ենք կապը ստեղծել դպրոց, ծնողներ, մենք ըստ քիչ բան ենք հորինել։ Հիմնականում այն մոդելները կայացած երկրներում հաջողված մոդելները համաշխարհային բանկից այդ ռևյունները իրենց վերցնում էինք եւ փորձում էինք կիրառել, այդ երկրների հետ կապվում էինք, այդ երկրներից փորձագետներ էին գալիս մեր մոտ, օգնում էին օրենսդրությունը բարեկարգել եւ հետո իրականացնել։ Այդ ճանապարհին բազմաթիվ խնդիրներ կային, բայց կարևորը հիմա գնահատենք, ուղղությունը ճիշտ ենք վերցրել թե չէ։ Իմ տպավորությամբ ուղղությունը ճիշտ ենք վերցրել։ Թերություններ կային, այո, կրթության մեջ իմ համար մի քիչ ավելի հեշտ էր անել, ես ինքս որ կուսակցական չէի։ Ես հետևում էի, որ օրինակ դպրոցի կուսակցականացումը չլինի, որովհետև միշտ այդ ձգտումը կա։ Դպրոցը մի ժամանակ օրինակ հատկապես գյուղական վայրերում դպրոցի տնօրենը այդ գյուղում լուրջ դեմք էր, որի ազդեցությունը տրամադրությունների վրա մեծ էր։ Հիմա ինչ ենք ասում, ձեր սերունդը լավ գիտի, ինֆլուենսեր, չէ՞ ասում եք ասես բաներով։ Այն ժամանակ այդ գյուղի մակարդակով դպրոցի տնօրենը լուրջ ինֆլուենսեր է։ Սոցցանցեր հալա չկային, այդ ինստագրամներ եւ այլ, որ լավ սիրուն նկարվես բանանես, բայց դպրոցի տնօրեն, եթե մինտեղ փոքր քաղաքում հիվանդանոց կար, այդ բանը գլխավոր բժիշկ այդ հիվանդանոցի, ու կուսակցությունների մոտ այդ ձգտումը կար անպայման իրենց դիրքերը ուժեղացնելու համար այդ առանցքային ինֆլուենսերների այն ժամանակվա ներառյալ կուսակցական դարձնել։ Համասարանների ռեկտորներ եւ ես մի ժամանակ ասեմ հանրապետականներն էլ այդ ճանապարհի վրա sense բավական ներդրում ունեցան, բայց սա բնական բան է, բնական ձգտում է կուսակցությունների կողմից։ Ես քանի որ կուսակցական նախագահ չի, զսպում էի դա։ Շատից զսպում էի, որտեղ ինձ այդ հետաքրքրությունը չկար։ Օրինակ տեղական ինքնակառավարման մարմինները դու տեսնում եք ինչ կարգի ուշադրություն են հիմա դարձնում։ Հանկարծ միտեղ մեկ ուրիշ չընտրվի։ Օրինակ իմ ժամանակ իմ համար մեկ էր։ Ես մարդկանց ասում եմ, լսեք, այդ ժողովուրդը ուզում է թոնտրի։ Մեկը ում ընտրի մեր հետ աշխատելու։ Չի կարող համայնքապետը կարող անդիմադիր հայացքներ ունենա Աստված իր հետ։ Բայց այդ համայնքապետը չի կարող հաջողվել որպես համայնքապետ, եթե իշխանությունների հետ նորմալ հարաբերություններ չպահի։ Մի թշնամացրեք, բան մի արեք։ Շատ են եղել դեպքեր, երբ որ բան ենք անում, այդ տեսանկյունից զսպում էի։ Հետո նայեք, իմ ժամանակ յուրահատկությունը նաև ինչ էր, ես
ունեցել եմ երկրորդ հինգամյակը կոալիցիոն կառավարություն, առաջին հինգամյակը հայտարարված չէ, բայց փաստացի էլի կոալիցիոն կառավարություն է։ Եվ այն ժամանակ հատուկ բան էինք անում, օրինակ նախարարը մի կուսակցությունից է, տեղակալը մեկ ուրիշ կուսակցությունից է, մյուս տեղակալը մեկ ուրիշ կուսակցությունից է։ Արդեն այդ մոդելի մեջ չի կարող նախարարը եւ քաղաքացիական օրենքն են ընդունել եւ ինքը չի կարող իր աշխատակազմը նախարարը գալիս է սա փոխումա տունա ուղարկում իրաց հայֆեն հավաքում։ Ըստ թայֆայության դեմ պայքարի ամենից հզոր գործիքը եղել է քաղաքացիական համակարգը։ Հետո քանդեցին այդ համակարգը, ուղղակի քանդեցին։ Բայց երբ որ դու ունես քաղաքացիական համակարգ եւ նախարարության արիստավար այդ բյուրոկրատիա կոչեցյալը, Գերմանիայի ուժը բյուրոկրատիայի մեջ է, գերմանական բյուրոկրատիայի մեջ է։ Հիմա ես փորձել եմ այդ բյուրոկրատիան ստեղծել, որը չպիտի լինի կուսակցական ասված, կարող են կուսակցության անդամ լինել, բայց ինքը պաշտպանված է օրենքով։ Այդ բյուրոկրատիան, որ ստեղծում ես, նախարարը մի կուսակցության անդամ է, տեղակալը մեկ ուրիշ, չեն կարող այդ նախարարությունը թայֆա սարքեն։ Չի լինի։ Եվ սա իմ կառավարման ժամանակվա այդ ամենից երևի հաջողությունները ամենից մեծ գրավականներից մեկը դա էր։ Եվ այդ խորհրդի ղեկավարը, քաղաքացիական խորհրդի ղեկավարը, ուղղակի հաջող մարդ էր, ինքը պրինցիպալ պահում էր։ Մենք այն ժամանակ դա ձևավորեցինք, հետո կանդվեց։ Համակարգը այսօր կարելի ասել գոյություն չունի։